պատերազմի կուսակցություն եւ կա խաղաղության կուսակցություն։ ԿՊԱ-ականները շարունակել են տարածել խոսույթը, թե իրենք խաղաղության կուսակցությունն են, ընդդիմադիրները պատերազմի։ Դա ասում է իշխանություն, որի կառավարման 7.5 տարվա ընթացքում 10 ռազմական բախում են ունեցել, հակադարձել են ուժեղ հայաստանցիները։ Մեր ժողովրդի գլխին ամենաշատ պատերազմ բերողը դուք եք։ Հազարավոր զոհեր, վիրավորներ, տարածքային կորուստներ։ Մենք կկառուցենք ուժեղ բանակ, մենք կբերենք ուժեղ խաղաղություն։ Հայրենիքի նվիրալ, սահմանի ամեն մի քարին ծանոթ, Արթուր Ավանեսյան։ Լեգենդար հետախույզ Կանդազը Արթուր Ավանեսյանն է, ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգության թիմի ղեկավարը։ Հարգելի հայրենակիցներ, զինակից ընկերներ, Նա հորդորել է Փաշինյանի նախկին կնոջը Աննա Հակոբյանին չանվանարկել հայ զինվորին։ Իսկ իրականությունը այն է, որ մեր պատերազմի ընթացքում 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք 11000 դասալիկ։ Դասալիկ ես այլ կերպ չեմ արտահայտվում, դուք հասկացեք ինչի մասին է խոսքը։ Ոչ Տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիկներ չեն։ Մեր զինվորները կռվում էին առույցի նման, իսկ դեր ամուսինը թողեց մեր զինվորին անպաշտպան եւ առանց զենքի։ Ուժեղ Հայաստանում հայ զինվորը լինելու է հզոր եւ պաշտպանված։ Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությանը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Արթուր Ավանեսյանին պատասխանել է Աննա Հակոբյանը, շարժել մարդկանց զայրույթը։ Կանդազը քո նման բունկերում չէր թաքնվել։ Հետախույզը մարտի օրերին մարտի դաշտում է լինում, ոչ թե բունկերում, գրել են Հայաստանի պարզ քաղաքացիները։ Իսկ ուժեղ Հայաստան կուսակցության անդամները խայտառակություն են անվանել Աննա Հակոբյանի արձագանքը։ Փաշինյան, ոնց որ սոցհարցումներն են, հա քեզ ներկայացրել։ Այնքան հուսահատ ու թույլ է վիճակդ, որ արդեն նախկին կնոջդ ես բերել ասպարեզ։ Սամվել Կարապետյանի թիմակիցները պնդել են իշխանության գալով աշխատելու են ժողովրդից չվերցնել, ժողովրդին տալ սկզբունքով։ Վարչապետի աշխատավարձը դարձնելու են 1 դրամ։ Վերցնելու են նախարարների պարգևավճարները, փոքր բիզնեսն ազատելու են հարկերից։ Գյուղերում ստեղծելու են մթերման կայաններ, բացելու են 300,000 նոր աշխատատեղ, կառուցելու են 20,000 մատչելի բնակարան։ Նարեկ Կարապետյանն ասում է, երկու բան է կարևոր՝ աղքատության հաղթահարում եւ անվտանգություն։ Մեր ազգին, մեր ժողովրդին, մեր երկրին այսօր առաջին ամենակարևոր երկու հարցերից մեկը անվտանգությունն է, երկրորդը աղքատությունն է։ Ուժեղ հայաստանցիները Հայաստանի անվտանգության ծրագիրը մշակել են աշխարհի լավագույն գեներալների հետ։ Շեշտը դրել են հոբ լավ պաշտպանություն ունենալու առաջնագիծը տեխնիկայով զինելու վրա։ Խելացի սահմաններ համակարգի միջոցով 90%-ով կրճատելու են զինվորի կյանքի նկատմամբ վտանգը։ Աշխատավարձ են սահմանելու զինվորների համար, իսկ ծառայությունից հետո ապահովելու են անվճար կրթությամբ։ Ես գիտեմ, թե ինչպես դա անել, մեր երեխաների ապագայի համար։ Մենք այլևս թույլ չենք լինելու։ ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է, քո ապագան։